Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը եւ Իրանը խախտել են հրադադարը, հաղորդել է Reuters-ը։ Թրամփը հայտարարել է, որ իր դժգոհությունը ավելի շատ է Իսրայելից, քան Իրանից։ Իրանը երբեք չի վերականգնի իր միջուկային ծրագիրը, այս մասին նշել է Դոնալդ Թրամփը։ Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ հրաման է տվել պատասխան հարվածներ հասցնել Թեհրանի կենտրոնում գտնվող կառավարության թիրախներին՝ ի պատասխան Իրանի կողմից հրադադարի խախտման։ Իսրայելական ԶԼՄ-ները հայտնել են, որ Իրանը հրթիռներ է արձակել երկրի հյուսիսում, խախտելով հրադադարի ռեժիմը։ Իրանի փոխդեսպանը նշել է, որ Իրանը պատերազմից ոչ թե թուլացած, այլ ավելի համախմբված ու պատրաստ է պաշտպանվելու։ Նա ընդգծել է, որ իր ժողովուրդը եւ ուժերը միասնական են, պահպանելու երկրի անվտանգությունը, չթույլ տալով թշնամու նպատակների իրականացումը։ Փոխդեսպանը ընդգծել է, որ Իրանը հրադադարը կպահպանի այնքան ժամանակ, որքան թշնամին կհարգի այն։ Այս 12 օր տևած պատերազմը պարտադրվեց Իրանին, մեր ժողովուրդը զինված ուժերի եւ Իրանի բոլոր կառույցների շուրջ համախմբված Իրանի պաշտպանությունն իրականացրեց։ Ի վերջո թշնամին ստիպված եղավ ընդունել հրադադարը, որը ընդհանուր առմամբ պահպանվում է։ Մենք հավատարիմ կմնանք այս հրադադարին այնքան, որքան մեր թշնամին հավատարիմ կմնա դրան, սակայն եթե որևէ սխալ քայլ իրականացվի Իրանի դեմ, ապա վստահ կարող եմ ասել, որ մեր պատասխանը շատ ավելի ցավոտ կլինի։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Լավրովը հայտարարել է, որ իրանցի ռազմական առաջնորդների եւ գիտնականների սպանությունները վտանգում են զանգվածային ոչնչացման զենքի չտարածման ռեժիմը։ Նա ընդգծել է, որ միջազգային իրավունքը չի խրախուսում ուժի կանխարգելիչ կիրառումը ոչ ագրեսիվ պետության դեմ։ Լավրովը նաեւ անդրադարձել է Իրանի եւ Իսրայելի միջև հնարավոր հրադադարին, նշելով, որ դեռ վաղ է եզրակացություններ անել, սակայն Ռուսաստանը աջակցում է խաղաղությանն ուղղված ցանկացած համաձայնության։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանը հստակ աջակցում է Իրանին Մերձավոր Արևելքի հարցում եւ նախատեսում է խորացնել հարաբերությունները Թեհրանի հետ։ Նա նշել է, որ դեռ անհասկանալի է, թե որքանով է տուժել Իրանի միջուկային ծրագիրը եւ պետք է սպասել տեղում վերլուծությանը։ Պեսկովը նաեւ ընդգծել է, որ եթե Իրանը եւ Իսրայելը հասել են հրադադարի, դա միայն ողջունելի է, հավելելով, որ որոշ ուժեր փորձում են սրել լարվածությունը եւ խաթարել Մոսկվա-Թեհրան կապերը։ Փաշինյան-Էրդողան հանդիպումից հետո իսլամական համագործակցության կազմակերպության արտգործնախարարները, այդ թվում Թուրքիայի գլխավոր դիվանագետը, հավաքվեցին Ստամբուլում։ Եզրափակիչ մի հայտարարությունում, որն անվանել են Ստամբուլի հռչակագիր, անդրադարձան նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Երևանին կոչ արեցին հաղթահարել խաղաղության պայմանագրի ստորագրմանը խանգարող մնացած իրավական եւ քաղաքական խոչընդոտները եւ դադարեցնել Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության սասանումը։ Այս 57 պետությունների ներկայացուցիչները աջակցում են Ադրբեջանին, այդ համատեքստում լեգիտիմացնելով ադրբեջանական անօրինական պահանջները, անգամ Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ ագրեսիվ հռետորաբանությունը։ Նրանք անգամ հանդգնել են դատապարտել Հայաստանին, նրա համար, որ մեջբերում Հայաստանը հրաժարվում է երկխոսել արևմտյան ադրբեջանական համայնքի հետ, նաև վերահաստատել են նրանց վերադարձի իրավունքը իրենց ծագման վայրեր ներկայիս Հայաստանի տարածքով։ Այս քաղաքական զավեշտին պատասխանեց Հայաստանի արտաքին գերատեսչությունը։ Ինչ վերաբերում է խորհրդային Հայաստանում բնակվող ադրբեջանցիներին, ապա նրանք ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին Հայաստանից հեռացել են կամավոր, կարողացել են վաճառել կամ փոխանակել իրենց գույքը կամ ստացել են փոխհատուցում Հայաստանի կառավարությունից։ Այս արձագանքից խիստ վրդոված են Ադրբեջանում, թեև հայ փորձագետի համոզմամբ մասնակից պետությունների մեծ մասն անգամ չի էլ ուսումնասիրել դետալները, ծանոթ չէ դրանց եւ ստորագրել է այդ հռչակագիրը, պարզապես որովհետեւ խոսքը բարեկամ Ադրբեջանին է վերաբերում։ Այնուամենայնիվ Զադեն համառորեն պնդել է, որ բանաձևն արտացոլում է պատմական փաստերը եւ հիմնված է միջազգային իրավունքի եւ արդարության սկզբունքների վրա։ Չնայած Հայաստանի պնդումներին, հայաստանաբնակ ադրբեջանցիների արտաքսումը կամավոր չէր, այլ ուղեկցվում էր բռնություններով, ահաբեկմամբ եւ մարդու իրավունքների կոպիտ խախտումներով։ Իսլամական գործակցության երկրների արտգործնախարարների հայտարարությունը հաջորդած Բաքվի արձագանքը նախ եւ առաջ ցույց են տալիս, որ սին են հույսերը, թե Ալիևը միտված է խաղաղության պայմանագիր կնքել։ Քաղաքագետի եզրակացությունն է։ Ագրեսիվ հայեցակարգերը ուժի մեջ են։ Խաղաղության պայմանագիր կնքելու նախապայման պահանջներին զուգահեռ Ալիևը մեծ աշխատանք է տանում այսպես կոչված արևմտյան Ադրբեջան ծրագրի ծավալման եւ փաստորեն նաեւ դրա տարածման աշխարհագրությունը մեծացնելու ուղղությամբ։ Ադրբեջանը ինտենսիվ ամեն ինչ անում է, որպեսզի այդ այսպես կոչված արևմտյան Ադրբեջան խոսույթը կամ տերմինը մտնի միջազգային շրջանառության մեջ։ Իսկ ցանկացած բանաձև, ցանկացած միջազգային կազմակերպության, ցանկացած փաստաթուղթ, որտեղ այդ տերմինը նշվում է արևմտյան ադրբեջանցիներ, դա իհարկե Ադրբեջանի համար պլյուս է, որտեղ ինքը այսպես ասենք հավաքում է գործ, հետագան դա
օգտագործելու համար։ Ինչ վերաբերում է այս հռչակագրին նախորդած Էրդողան-Փաշինյան հանդիպմանը, թեև այստեղ ուղիղ կապ չկա, բայց քաղաքագետի խոսքով Թուրքիան առնվազն առարկություններ չի ունեցել այս ագրեսիվ հռետորաբանությամբ հռչակագրին եւ դեռ ավելին աջակցել է դրան։ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների շուրջ քննարկումն էլ էր հանդիպման օրակարգում։ Ստացվում է կարելի է ձևակերպել, որ այս հարցում առանձնապես հաջողություններ չունենք։ Քաղաքագետն ասում է Հայաստանի ակնկալիքները Թուրքիայից հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ այլ են։ Կառավարությունը հույս ունի, որ Թուրքիայի հետ ինչ-ինչ հարաբերությունները գոնե կարող են բերել նրան, որ այսպես ասեմ, եթե Թուրքիան Ադրբեջանին չասի մի հարձակվից, գոնե Թուրքիան Ադրբեջանին չդրդի հարձակման։ Միամտություն կլիներ կարծել, որ Հայաստանի ուղղությամբ թուրք-ադրբեջանական միությունը տարակարծիք է։ Ավելին, Ալիևը առիթը բաց չի թողնում իսլամական աշխարհին իր մեղսակիցը դարձնելու ու միջազգային ապօրինությունները նրանցով լեգիտիմացնելու համար։ Բարերար գործարար Սամվել Կարապետյանին տեղափոխել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության շենքում գտնվող Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին հայտնել է քրեակատարողական հիմնարկի մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը։ Դնեպրի վրա ռուսական հարվածի հետևանքով վնասվել է ուղևորատար գնացք, ինչպես նաև դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, կան զոհեր եւ վիրավորներ, այս մասին հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը։ 12-օրյա պատերազմի ավարտ հրադադար, թե որոշ ժամանակով հանգիստ են վերցնում Իրան-իսրայելական կողմերը, սխալները վերլուծելու են հետագայում եւս հնարավոր ռազմական պլաններում ճիշտ գործողություններ կատարելու համար։ Իրանական եւ իսրայելական լրատվամիջոցները հակասական լուրեր տարածեցին, մի դեպքում նշելով, թե հրադադարը երկու երկրների միջև պատերազմն ավարտված է, բայց եւ համացանցում կադրեր տարածվեցին, որ իրանական եւ իսրայելական կողմերը շարունակում են հրթիռակոծել միմյանց տարածքները։ Միջազգային մամուլը գրեց, թե Իրանն առավոտյան հարվածներ է հասցրել Իսրայելին, հրթիռներից մեկը հարվածել է Բեերշևայի 7 հարկանի շենքին, կան զոհեր եւ վիրավորներ։ Իսրայելական լրատվամիջոցները հաստատեցին 3 հոգու մահը։ Ավելի ուշ Թրամփը հայտարարություն տարածեց, թե Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել լիակատար եւ տոտալ հրադադարի շուրջ։ Յուրաքանչյուր հրադադարի ընթացքում մյուս կողմը կպահպանի խաղաղությունը եւ հարգանքը։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ եւ ոչնչացնել ամբողջ մերձավոր արևելքը, բայց դա տեղի չունեցավ եւ երբեք տեղի չի ունենա։ Աստված օրհնի Իսրայելին, Աստված օրհնի Իրանին, Աստված օրհնի մերձավոր արևելքը, Աստված օրհնի Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ Աստված օրհնի աշխարհը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն էլ երեքշաբթի առավոտյան հայտարարեց, թե Իսրայելը համաձայնել է ԱՄՆ նախագահ Թրամփի առաջարկած հրադադարին, քանի որ իր երկիրը բոլոր ռազմական նպատակներին է հասել։ Իսրայելը վերացրել է անմիջական գոյության սպառնալիքը երկու ճակատով, թե միջուկային ոլորտում, թե բալիստիկ հրթիռների։ Իսրայելը կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման, եթե անհրաժեշտ լինի։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին եւս հաստատեց Թրամփի հայտարարությունը Իրանի եւ Իսրայելի ռեժիմի միջև հրադադարի վերաբերյալ։ Մեր հզոր զինված ուժերի ռազմական գործողությունները Իսրայելի ագրեսիան պատժելու նպատակով շարունակվեցին մինչև վերջին պահը առավոտյան ժամը 4-ը։ Իրանի ամբողջ ժողովուրդը պատասխանեց թշնամու ցանկացած հարձակման մինչև վերջին պահը։ Իրանի զինված ուժերը երկուշաբթի երեկոյան հրթիռներ են արձակել Կատարում գտնվող ամերիկյան Ալ-Ուդեյթ ավիաբազայի վրա, ի պատասխան իրանական միջուկային օբյեկտների վրա Ամերիկայի հարվածների։ Քաղաքագետ վերլուծաբանների դիտարկմամբ ի հեճուկս ամերիկյան պահանջների Իրանը չհանձնվեց, հակառակը մինչև վերջին վայրկյանը շարունակեց ուժգին ու ցավոտ հարվածներ հասցնել Իսրայելին։ Իրано-իսրայելական պատերազմի վերջն արդյունքում ըստ քաղաքագետների Իրանի բալիստիկ հրթիռները եւ միջուկային ծրագրերը ոչնչացված չեն։ Կարևորը այն է, որ գիտնականները, ովքեր աշխատում էին այդ ծրագրի վրա, դեռ կան, ողջ են, նրանց գիտելիքները պահպանվում են ինստիտուցիոնալ կերպով։ Իրանում ըստ քաղաքագետի հասկացել են, որ Ադրբեջանը Իսրայելի հավատարիմ դաշնակիցն է եւ թշնամական մտադրություններ ու ծրագրեր ունի։ Իսրայելը ինքն է կրել վիթխարի կորուստներ, չհասնելով իր հայտարարած նպատակներին։
Կարևոր չի թե Նեթանյահուն կհայտարարի իր այդ արկածախնդրությունը հաղթանակ, թե ոչ արդեն իրականում հայտարարել է, թե դա մեծ հաղթանակ է, ոչ մի հաղթանակ էլ չկա։ Քաղաքագետի դիտարկմամբ Ամերիկայի եւ Իսրայելի հաշվարկները սխալ դուրս եկան եւ այս պայմաններում Հայաստանը կարող է որոշ ժամանակ շունչ քաշել։ Ըստ քաղաքագետի Ադրբեջանը հազիվ թե համարձակվի ներխուժել Սյունիք։ Հայաստանին կրկին ժամանակ է տվել ներքին գործերը կարգավորելու եւ համապարփակ ինքնապաշտպանությանը պատրաստվելու համար։ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան դիմաց մի խումբ քաղաքացիներ մոմավառություն են իրականացրել, իրենց զորակցությունը հայտնելով Իրանի ժողովրդին։ Հենրիխ Մխիթարյանը հայտնել է, որ կավարտի ֆուտբոլային կարիերան Ինտերի հետ պայմանագրի ավարտից հետո։ Լա Ռեփաբլիկային տված հարցազրույցում նա նշել է, որ թիմը դեռ ցավ է ապրում Չեմպիոնների լիգայում եզրափակում կրած պարտությունից։ Մխիթարյանը խոսել է իր անկեղծության մասին, ընդգծելով, որ միշտ արտահայտվում է թիմի շահերից ելնելով եւ չի վախենում քննադատությունից։ Երևանի ավականիում կրքերը թեժ են թեման թերևս անմեղ մանկապարտեզներն են, ընդդիմադիր Մայր Հայաստանն իր մասնակցությունից չհրաժարվեր, Երևանի ավականիում առաջին անգամ ստեղծվող քննիչ հանձնաժողովը կունենար հավասար թվով անդամներ։ Հիմա սակայն 12-ը կլինեն յուրաքանչյուր խմբակցությունից 3-ական ավականի։ Այս հանձնաժողովն ի դեպ Հայաստանի անկախության առաջին իսկ օրվանից սեպտեմբերի 21-ից մինչև մեր օրեր համայնքային դպրոց մանկապարտեզների օտարումն է ուսումնասիրելու։ Անհրաժեշտ է, որպեսզի Երևանի ավականին իր դիրքորոշումը հայտնի, կարծում ենք, որ անհրաժեշտություն կա մեր հանրությանը լավ իրազեկել, ինչ է իրականում տեղի ունեցել, երբ է տեղի ունեցել, ում կողմից, ում համար, ինչ վնաս է կրել դրանից համայնքը, ինչ գույքային վնաս է կրել եւ ինչպիսի հերթեր են գոյացել։ ԿՊ-ն ի սկզբանե մեղադրվել է 96-ից 2018 թվականների օտարումները քննել ընդդիմադիր մյուս խմբակցություններից են առաջարկել սկզբի համար ավելի հետ գնալ, իսկ վերջի համար հասնել մինչև այս օրեր։ Իշխանականները ձևակերպման հարցում համաձայնել են, թե պետնախագծի հեղինակն ամբիոնից է նշում, տեղական ինքնակառավարությունները մեր երկրում միայն 96-ին են ձևավորվել, 18-ից հետո էլ գոնե իրենց համար ակնհայտ է, օտարումներ չեն եղել։ Ըստ ձեր բերած նախագիծը դիտարկում են պոպուլիստական, սա զուտ նախընտրական փուլի քարոզարշավի միջոց եք դուք դիտարկում, նորից այն նախկին ներկայի թեզի համար եք ստեղծում, եթե 2 տարի է քաղաքային իշխանություն եք, արդյոք մանկապարտեզների հետ կապված դրվագներ դուք չգիտեիք, դիմեիք դատախազություն, ամբողջ պետական ապարատը ձեզնով եք արել, դատական համակարգ, այնտեղ քնչական մարմին, դատախազություն, ինչի ասենք, ինչն է ձեզ հետաքրքիր, որ էմոցիոնալ բնույթի մանկապարտեզների ֆոն եք ուզում ստեղծեք։ Ես հասկանում եմ, որ ձեր համար մի քիչ տհաճ process է սա լինելու, բայց սա լինելու է եւ դες խորհուրդ կտամ հանգստությամբ հետևել այդ process-ի։ Ընդդիմադիր Մայր Հայաստանից դարձյալ հարց են ուղում այս անգամ քաղաքապետին։ Նախորդ նիստից իշխանականն ասում էր, հիմա մանկապարտեզներում հերթեր էլ չկան։ Այսօր քաղպայմանագրից նշում են քիչ, բայց կան, ի վերջո, ում խոսքին հավատալ։ Ավինյանն արձագանքեց քննիչ հանձնաժողովի ստեղծմանը չվերաբերող հարցերն այլ նպատակ են հետապնդում։ Եվ Մայր Հայաստան խմբակցությունը նպատակադրված ամեն ինչ անում է, որ այս թեման շեղվի, ժողովուրդ, մենք դա ձեզ թույլ չենք տալու։ Այդպեսին օրենսդրությունը ինչ որ հարց վաղեմության ժամկետը անցած կլինի, բնականաբար անցած կլինի, դա որևէ բան էսպես չենք կարող անել, բայց պատճառված վնասի հետևանքները վերացնելու համար վաղեմության ժամկետը մեզ չի խանգարում։ Այդ աղմկահարույց ուղղություններով, որ դուք ուզում եք գնալ, քննիչ գործունեություն ծավալել, փաստեր վերհանել, բանթացիկ վիճակի փաստեր էլ մենք պիտի անենք, հա, երևի։ 35 կողմ, 5 դեմ, 16 ձեռնպա թեժ քննարկումից հետո ավականին այնուամենայնիվ ընդունեց որոշումը, քննիչ հանձնաժողովը ստեղծվեց։ Հունիսի 24-ին Կիան Արցախի պողոտայում վրայերթի է ենթարկել կնոջ վարորդը փախուստի չի դիմել հազանգել է շտապօգնություն, մինչև շտապօգնության ժամանումը հարևանությամբ գործող հյուղման կետի եւ հանրախանութի աշխատակիցների հետ օգնել է նրան, որից հետո շտապօգնությունը կնոջը տեղափոխել է հիվանդանոց, սակայն ճանապարհին հետիոտ տնկիտակցության չգալով մահացել է։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Անցումի համար դրեք։ Վերգետնա անցում լինի, չէ, վերգետնա գոնե։ Ո՞չ կուզե։ Չի կարելի։ Ստե միշտ տնումա։ Ստե միշտ տնումա։ Կամ այս բանը դրել են այստեղից ճիշտա, ախր չի կարելի։ Դեպքի փաստով քնչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հունիսի 24-ին 20-ամյա Վլադիմիրը Կիայով Ֆուչիկի փողոցում վրայերթի է ենթարկել հետիոտնային անցումով անցնող երկու հետիոտնի, ապա առաջընթացել ու բախվել կայանված օփելին։ Նրանց առաջին օգնության են հասել քաղաքացիները, Կիայի վարորդը, դեպքի վայրի հարևանությամբ գործող դեղատան աշխատակիցներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նրանք տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, ժամանել են ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։ Մայրը իր երեխայի հետ է եղել, այնուհետև օպելն էլ բախվել է Երկաթե Էլեկտրասյանը։ Հունիսի 19-ի լույս 20-ի գիշերը Գյումրիի Հաղթանակի պողոտայում վիճաբանություն է տեղի ունեցել։ Մասնակիցներից մեկը իր մոտ եղած հրազենով մի քանի կրակոց է արձակել։ Մեկ հոգի վիրավորվել է կրակոցից, երկուսն էլ ծեծկրտուքի հետևանքով։ Ժամանել էին Շիրակի մարզային քրեական վարչության պետը, վարչության պետի տեղակալը։ Նախնական տեղեկություններով կասկածյալը քրեական պատմություններով հայտնի գյումրեցի է։ Քրեական ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց չի տեղափոխվել, բուժումը կատարվել է տնային պայմաններում, ու այս պահին էլ վիրավորը գտնվում է տանը, իսկ վիրավորը Գյումրիում հայտնի հեղինակություններից մեկի տղայի ընկերն է եղել, ով ի դեպ եղել է կրակոցների ժամանակ ըստ օպերատիվ տեղեկությունների վիրավորի հետ, սակայն այդ հեղինակության որդին չի ուժել։ Հունիսի 23-ին Մայրաքաղաքում Անտարային փողոցում բախվել են 25-ամյա Դավիթի Ինֆինիտին եւ 46-ամյա Հովանեսի BMW-ն։ Հետո Ինֆինիտին բախվել է բազալտե եզրաքարին կողաշրջված մասամբ հայտնվել երթևեկելի գոտում։ Օպերատիվորեն ժամանել են փրկարարության Երևանի թիվ 7-րդ հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները, շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են օգնությունից։ Դժվար չկա, չէ՞։ Հունիսի 23-ին Երևան-Սևանի Ջևան ճանապարհին 37-ամյա Արթուրը ՎԱԶ 2107-ով բախվել է 57-ամյա Գագիկի ճանապարհի աջ մասում կայանված տրակտորին։ Վերջինի վարորդը, ով այդ պահին աշխատանքներ կատարելիս է եղել եւ ՎԱԶ-ի վարորդը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևան բժշկական կենտրոն։ Ժամանել են փրկարարության Սևանի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջները, ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Եվ հունիսի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Մայրաքաղաքում, ուժեղ քամու հետևանքով Հրազդանի կիրճում հսկայական բարդին պոկվել ու տապալվել է ամբողջությամբ փակելով ճանապարհը։ Օպերատիվորեն ժամանած Երևանի առաջին հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները երթևեկելի մասից հեռացրել են ծառից պոկված ճյուղերը, ապա ծառը։